Փառքնեժդեհին բոլոր երկրներում էլ տարբեր ոլորտներում միշտ խնդիրներ են առաջանում եւ դա նորմալ է եւ դրա համար կա համապատասխան կառույցներ, ասել թե նախարարություններ, վարչություններ, որոնք զբաղվում են այդ ոլորտի խնդիրների լուծմամբ։ Բայց մեր երկրում ոչ թե խնդիրներ են առաջանում, մեր մոտ դիտմամբ խնդիրներ են ծնում եւ ծանրացնում են, ոչ թե լուծում են այդ խնդիրը, այլ ծանրացնում են։ Պատկերացրեք, գնացել եք բժշկի, վերք կա ձեր մարմնի վրա, խնդրում եք, որ ինքը մշակի անտիբիոտիկներով մաքրի, որ վերքդ բուժվի, ինքը դրա փոխարեն վերքդ նորից խորացնի, կտրտի եւ անմշակ թողի, ուղղակի ծածկի, ասի գնա տուն։ Եվ ինչ կլինի? Եվ ավելի կբորբոքվի, չէ՞, ավելի կխորանա, ավելի կծանրանա։ Պատերազմից հետո մեր երկիրը նման է նման հիվանդի, ում վրա դիտմամբ բացվում են վերքեր եւ սրվում վիճակը, ոչ թե առողջացման նպատակներ են հետապնդում այդ վերքերը բուժելու, կարող են գործ բացել, հետո ծախսեր կատարել առողջացնելու, բյուջեն մսխեն, բայց չէ։ Մեր մոտ միշտ ծանրանում է եւ բոլոր ոլորտներում, լինի սոցիալական, անվտանգային, քաղաքական, մշակութային, մարզամշակութային, ֆուտբոլիստների ծանր պարտությունը Վրաստանի հավաքականին, սա նույնպես թշնամու կողմից պարտադրված հանձնարարություն է, որ պետք է ժողովուրդը որևիցե հաղթանակով չոգևորվի հայ ժողովուրդը, որևիցե անգամ թշնամին այդ ուղղությամբ է մտածում։ Սա ճիշտ է, իմ մոտ ես հիմքեր չունեմ, ենթադրություն է, բայց սա ավելի մեծ հիմքեր կունենա, երբ որ իշխանափոխություն լինի, շատ հարցեր կբացվեն։ Կխոսեն մարդիկ, կասեն ինչ հանձնարարություններ են ստացել։ Ինչևից է։ Գիտեք ամենածանրը որն է, երբ որ իրենք այս վերքերը բացել են տարբեր շերտերով։ Եվ մարդկանց այդ տարբեր շերտերով ուղղորդելով չեն թողում համախմբվեն։ Եվ մարդը, որ գնում է սոցիալական խնդրով, ասում է, մի քաղաքականացեք, ես եկել եմ թոշակից համար, կամ հարկերից համար, կամ турքերից համար, չէ՞։ Եմ մյուսը ասում մի քաղաքականացրեք, ես եկել եմ այս հարցով, բանը կրճատում են աշխատողին, կամ դպրոցը փակում են, կամ գրադարանը փակում են, եկել եմ, ասեմ ինչ եք փակում, բայց մի քաղաքականացրեք։ Ժողովուրդ, այս բոլոր շերտավոր խնդիրները ունեն մեկ պատճառ՝ հիվանդ գլուխ։ Մեր գլուխը հիվանդ չէ նախ, մեր գլուխը թշնամական է։ Հիվանդ գլուխը բուժվում է, ինքը չի բուժվում, իր նպատակն է, եթե թշնամու կողմից այդ գլուխը դրված։ Իր նպատակը ոչնչացնելն է պետությունը։ Ինքը սխալ բաներ ոչ թե չի անում, ինքը ստանում է հանձնարարություն երկիրը տվյալ դեպքում այս երկիրը քանդելու համար։ Դուք ինչքան խնդրեք, աղաչեք, խորհուրդ տաք, ինքը չի ընդունելու։ Իր խորհրդատուն լինելու է Պուտինը, Ալիև, Էրդողան։ Ուրիշ որից է մեկը։ Մենք խորհուրդ տալու փոխարեն այդ գլուխը պետք է փոխենք, որ այս շերտավոր խնդիրները լուծվեն։ Հասկանում եք։ Եվ այս շերտավոր խնդիրներից մենք շատ մի կարևոր բան, օրինակ այսօր Աշկովս ինչ են գրում։ Այս վերջից հաջողակի է դարել, չէ՞։ Երևանի բուսաբանական այգին կտրում են ուղղակի անխնա առողջ ծառերը։ Ես երբ որ տեսնում նրանց կոճղերը, առողջ ծառեր են եւ տարիքն էլ դες մի սարսափելի մեծ չի։ Երևում է, զգացվում է, չէ՞։ Եվ բուսաբանական այգին Երևանի թոքերն է։ Օրեցօր մեծացող, ծանրացող Երևանը զրկեք թոքերից, ինչ կլինի։ Ապրիլ չի լինի Երևանում։ Այսա վերել է կռախի առաջ կանգնեցնի։ Տեսեք մայթերի վրա էլ, չէ՞, ծառեր են ետում եւ թանկարժեք, չգիտեմ, Երևանի կլիմայական պայմաններին չհամապատասխանող գնում են ծառեր են բերում, տանգում ճորանում են։ Սա միտումնավոր է ժողովուրդ, որ հետո Երևանում ապրել չլինի։ Պատերազմից հետո, երբ որ էլ չեն կարողանում պատերազմով առաջ գալ, թշնամիները վերք են խորացնում տարբեր ոլորտներում։ Սա չտեսնել, ուղղակի ես ուղղակի ապշած եմ։ Սա պետք է տեսնել, եւ այս բոլոր խնդիրների շահառուները պետք է միավորվեն մեկ մարդու դեմ։ Ավելի շուտ մեկ համակարգի դեմ, Պուտինյան համակարգի դեմ։
Տեսեք ինչ են անում Արցախյան շարժման հետ կապված։ Սա այստեղից ասում է փագում եմ այդ էջը, նրանք այնտեղից ակտիվացել են անկախ Արցախ, անկախ Արցախի դրոշներով, այսինքն իրենք ինչ են ուզում ասել, նրանք քո չեն հակադրվում Նիկոլին։ Եթե մարդը ասում է անկախ Արցախ, նշանակում է ինքը խորհրդային Հայաստանի իրավահաջորդ է։ Ինքը իրեն խորհրդային Հայաստանի իրավահաջորդ է ճանաչում։ Խորհրդային Հայաստանում Արցախ չկա։ Այսինքն ինքը մերժում է Արցախը, բայց խոսում է Արցախից։ Այսինքն փակուղային է։ Հենց հիմա Սերժիկ, Ռոբերտ, Լևոն, չէ, հիմա ակտիվացրել են, չէ, այս արցախցիները ակտիվացել են, սրանք եկել են կանգնել են գլխին, որ էլի սխալ ուղղությամբ տանեն, անկախ Արցախով տանեն, բայց իրենք ասում են մենք խորհրդային Հայաստան իրավահաջորդ ենք։ Արցախն անկախ է, Արցախը Հայաստան չէ ըստ իրենց։ Հասկանում եք, թարախով ուզում են, ոսոր թարախակալած վերքի, ասենք մաքրես թարախը հանես, թարախը բերեն քսեն այդ վերքի վրա, ասեն սենց պետք է բուժվի։ Ամբողջությամբ սխալ ուղղությամբ են տանում։ Այսինքն սրանք նորից աջակցում ուզում են տանեն փակուղի, անելանելի վիճակ, որ Նիկոլի ասած այդ էջը փակելը փակվի։ Հիմա Ալիև Արևմտյան Հայաստան, որ Արևմտյան Ադրբեջան գործոնը որ ավելի ակտիվացնի, ինքը պետք է Արցախը մարսի, չի մարսել դեռ։ Դժվար էլ մարսի, բայց սիրելի հանրություն, եթե Ռոբերտն ու Սերժիկը գնացել են Արցախահայերին հերթական անգամ տանեն սխալողությամբ, պետք է մենք դրա դեմն առնենք։ Ու եթե այնտեղ հանգարց նորմալ մարդիկ կտեսնեք, որ գնացել են ժողովրդի կողքը կանգնել են, որ ուղղեն, չմտածեք գնացել են Սերժիկի կողքը կանգնելու։ Կամ Ռոբերտի, գնացել են նրանց ձեռքից խլելու այդ շարժումը։ Ինչպես նախկինում խլեցին Կրեմլը հապատակները Իգոր Մուրադյանի ձեռքից այդ շարժումը եւ տվեցին Լևոնին, Լևոնն էլ տարավ, տեսանք։ Մինչև հիմա այդ շարժումը ինչ վիճակի է։ Այնպես որ մեր խնդիրը մեկ քաղաքական լուծում ունի։ Կրեմլա, թուրքա, ռուսա, չգիտեմ, Անկարա, Բաքվա հպատակ իշխանություններից, նախկին ու ներկաներից ազատվելու ամենամեծ լուծումը դա է լինելու։ Սրանցից են ածանցվում բոլոր խնդիրները։ Եվ ասեմ, մեր մոտ խնդիրները դիտմամբ առաջանում են նորից կամ ասածը սկզբի խոսքին ու սրվում են, ոչ թե լուծվում կամ բուժվում, սրվում են։ Հասկացաք ինչ է տեղի ունենում։ Մեր համախմբումը ազգային ուժերի շուրջ, կոնկրետ ազգային ժողովրդական բևեռի շուրջ պարտադիր է։ Այլ ելք չունեք ժողովուրդ, այլ ելք չունեք, բոլորը այլ ուղղությամբ են տանում են դեպի թշնամու դուռը։ Մնաց խաղաղությամբ։